Բարև ձեզ հարգելի ռադիոլսողներ։ Եթերում ձեր փաստաբանը հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Այսօրվա մեր թողարկումը նվիրված է գենդերի եւ կլիմայի փոփոխության փոխհարաբերակցության հարցերին։ Այս թեմայի շուրջ զրուցելու նպատակով մեր տաղավար ենք հրավիրել գենդերային եւ սոցիալական հարցերով փորձագետ Աստղիկ Միրզախանյանին։ Բարև ձեզ, Տիկին Միրզախանյան։ Բարև ձեզ, շնորհակալություն հրավերին։ Շնորհակալություն հյուրընկալվելու համար, Տիկին Միրզախանյան, ինչու անդրադառնալ այս հարցին գենդերի եւ կլիմայի փոփոխությանը իրավական հարցեր մեկնաբանող հաղորդման շրջանակում պետք է ես ի սկզբանե մեր ռադիոլսողներին ասեմ, որ կա արդյոք իրավական կարգավորում այս թեմայի հետ կապված թե ոչ, ինչ ձևով է կարգավորվում, մենք այս հարցերի շուրջ ենք զրուցելու մեր հաղորդման շրջանակներում եւ այո, անհրաժեշտ է անդրադառնալ հենց ձեր փաստաբանը հաղորդաշարի շրջանակներում, որովհետեւ արկա է իրավական կարգավորում, որն է կլիմայի մասին օրենքը եւ կան իրավակարգավորումներ, որոնցից բխում են կոնկրետ գործողություններ եւ որոնք են դրանք մենք իհարկե կմեկնաբանենք մեր փորձագետի հետ։ Եվ սկսենք հետեւյալից։ Մենք գիտենք, որ կլիմայի փոփոխությունը ազդում է յուրաքանչյուրի վրա եւ ազդում է տարբեր ձևերով։ Ինչու են առանձնացված հենց կանայք եւ աղջիկները, պետք է հարցս հատկապես դրա հետ կապված ուղղեմ, ինչու առանցքային ազդեցությունն է առանձնացվում հենց նշված խմբի հետ կապված, Տիկին Միրզախանյան։ Սկսեմ այն բանից, որ իսկապես ինչու այդ հարցը ծագեց ժամանակի ընթացքում, որովհետև տարիների վեր կլիմայի փոփոխության շրջակա միջավայրի ծրագրեր են արվել, բայց այդպես չի սրվել հարցը, թե դրանք ինչ ազդեցություններ են թողում տարբեր սեռերի եւ տարբեր սոցիալական խմբերի վրա, եւ շատերը այնքան հետ էին սովորել, որ դա առհասարակ ինչ կապ ունի արևը ճառագայթում ազդում տղամարդու թե կնոջ վրա, ջրի սակավությունը տղամարդու թե կնոջ վրա, երաշտը տղամարդու թե իսկապես դժվար էր ընկալել տարբերություններ, քանի դեռ չկային նպատակային հատուկ ուսումնասիրություններ, որոնք հիմք դրեցին գենդերային վերլուծություններին։ Այդ ուսումնասիրությունների առաջի փուլը, առաջի հենց նախաձեռնումը կատարվեց կլիմայի փոփոխության ծրագրերի շրջանակում, որի ֆինանսավորումը եւ որի հովանավորողները դա միջազգային կառույցներն են եւ առաջին հերթին ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը։ Եվ ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը որոշեց, որ պետք է կատարի ուսումնասիրություններ, վերլուծություններ, տվյալներ հավաքի, փաստեր հավաքի, որպեսզի հայ աուդիտորիային, այդ թվում կառավարական մարմիններին բերի ապացույցներ գենդերային ազդեցությունների տարբերակման մասին եւ բնականաբար օրենսդրական, քաղաքական փաստաթղթերը, որպեսզի անդրադառնան այդ տարբերությունների լուծման ուղղված միջոցառումների ներգրավման այդ ծրագրերում։ Եվ առաջի հետազոտություններն իսկ ցույց տվեցին, որ այդ տարբերությունները կան, եւ այդ տարբերությունները կան հատկապես կապված մատչելիության հետ, օրինակ տեսեք, մենք արեցինք հետազոտություններ տնային տնտեսություններում եւ դուրս բերեցինք, որ կանանց գլխավորությամբ կամ միայնակ ծերերի, որոնց մեծ մասը կանայք են Հայաստանում, միայնակ ծեր կանայք են, կամ բազմազավակ ընտանիքների, որտեղ էլի կինն է այդ հոգսը տանում երեխաների, այդ ընտանիքները ի վիճակի չեն ունենալ օթորակիչներ, ջեռուցման լոկալ համակարգեր, որոնք թույլ կտան իրենց ավելի կոմֆորտ, ավելի հարմարավետ զգան թե ամռան շոքին, թե ձմռան ցրտին։ Դա մեկ տարբերություն, հասանելիության տարբերությունը։ Մյուս տարբերությունը իրենց, ասենք, ֆիզիոլոգիական տարբերություններից ելնելով, օրինակ 18 համայնքներում, Տավուշի եւ Շիրակի մարզի, մենք գյուղերում եւ քաղաքներում անցկացրեցինք ֆոկուս խմբային քննարկումներ, 160-ից ավել մարդ մասնակցեց, որոնց 55%-ը կանայք էին, եւ փորձեցինք
բանավեճի քննարկումների արդյունքում տեսնենք մարդիկ ինչ են մտածում կլիմայի փոփոխությունը արդյոք ում վրա է ազդում է թե չէ, եթե ազդում է տարբերակված է ազդում թե ոչ, որտեղ էլ է անկալման ընդունում են ընկալում են տարբերությունները թե ոչ եւ ասեմ ձեզ որ միաբերան ասեցին որ կանայք ավելի տուժվում են ջրի սակավությունից հատկապես գյուղական բնակավայրերում եւ հատկապես այն բնակավայրերում դուք լավ գիտեք որ Շիրակի մարզը հայտնի է միգրացիոն տղամարդկանց միգրացիայով եւ գյուղեր կան որ առհասարակ տղամարդ չկա այդ գյուղերում եւ կանայք ստիպված են ջուրնել կրել, տան հոգսնել տանել, ոռոգումը իրականացնել են տնամերձի եւ հողամասի ինչու ոչ, որոնք բավականին հերոին եւ դա իրանց համար մեծ խնդիր է առաջացնում եւ իրանք իրենց մաշկի վրա զգում են որ կանանց համար դա առավել կարևոր եւ խնդիր է եթե դա լուծվի որտեղ ազդեցությունը միանշանակ է եւ ուղղակիորեն նույնը ասեցին ասենք թե օրինակ Տավուշի մարզում էլ շատ հետաքրքիր էր ալերգիայի խնդիրները բերեցին որ կարևոր է քրոնիկ հիվանդների խնդիրը որ կարևոր կինն է զբաղվում է քրոնիկ հիվանդների խնամքով բավականին մեծ հոգս է տանում, այսինքն ազդեցությունը կնոջ վրա գոնե այդ առումով մարդիկ ընկալում են, բայց ամենաանկալելին իհարկե ամենաակներևը որ տղամարդիկ կանայք միաձայն նշում են դա հղի կանանց եւ նորածին երեխաների վրա ազդեցությունն է, որ ասում են միանշանակ է, անհերքելի է եւ շատ ակներև է, համամիտ եմ ձեզ հետ, բայց մի բան էլ ասեմ որ գյուղերում, քաղաքներում փոքր հա, որտեղ կլիմայի փոփոխություն դեռ դասընթացներ, տենց մեծ PR կամպանիաներ չեն անցկացվել, իրենց ընկալումը կլիմայի փոփոխության առաջի հերթին օդի ջերմաստիճանի տաքությունն է եւ ջրի սակավությունը։ Այդ երկու բանը իրանց համար այդ երկու ցուցիչն են իրենց համար կլիմայի փոփոխության մասին խոսում, այդ ասոցիացիան է երկուսի հետ։ Իսկ հիմա տարվում են դասընթացներ շարունակաբար, անպայման։ Եվ փոփոխություն տեղի է ունենում ընկալման մեջ աշճանաբար։ Անպայման։ Եվ ես ձեզ ասեմ, ես 18 թվականից եմ այս ծրագրում, այսինքն երբ որ ծրագիրը որոշեցին, որ կլիմայի փոփոխության գենդերային բաղադրիչ պետք է մտնի բոլոր ՄԱԿ-ի ծրագրերում, առաջ չի եղել տենց բան։ Այդ այնց հետո, երբ որ մենք սկսեցինք աշխատել, մենք ուզած մարդկանց հետ ենք աշխատում։ Շարունակականություններ ինձ հետաքրքիր, կարևորը հետևողական եւ կառավարությունը գենդերային իր ծրագրում, եթե օրենքն եք ասում, դա նաեւ գենդերային ռազմավարության մեջ ներառել են կլիմայի փոփոխությունը։ Շատ բարի, Տիկին Միրզախանյան, Լոնդոնի տնտեսագիտության դպրոցը նշում է, որ 141 երկրներում, որտեղ որ անցկացվել են հետազոտություններ, կարելի է տեսնել բնական աղետների հետևանքով գենդերային անհավասարության արդյունքում ավելի շատ տուժած կանանց, քան տղամարդկանց։ Ինչու է սա այս պատկերը, քանի որ բացատրվում է նրանով, որ որքան զարգացած է պետությունը, այնքան պաշտպանված են կանանց իրավունքները, եւ եթե որ լինում են բնական աղետներ, այդ թվում եթե նաեւ կլիմայի փոփոխությունը դնենք օրակարգում, այո, տուժում են ավելի շատ կանայք, այսինքն այստեղ կարող ենք ասել նույն պատկերն է, ինչ որ նաև առանձին պետությունների, որ խոսում ենք, եւ այստեղ հավաքական գնահատականը այն է 141 երկրների, որ պետք է զարգացած ենթակառուցվածքներ լինեն եւ կանայք տեղյակ լինեն, ինչպես պետք է պայքարել օրինակ կլիմայի փոփոխության հետ կապված։ Ինձ հետաքրքիր է դուք կիսում եք այս կարծիքը, թե ոչ։ Դե գիտեք ինչ, ես ձեզ ասեմ, որ գենդերային վերլուծությունների հիմքում առաջի մուտքը, երբ որ մենք գործեցինք այդ ասպարեզ, իհարկե միջազգային, որտեղ տեղական փորձագետներ չկային այդ ոլորտում, միջազգային լավագույն փորձը, լավագույն զեկույցները, դրանց փորձի վրա ենք սովորել եւ մատուցել մեր հանրության այո, անշուշտ դա էր մեր հիմքը, նրանց guidelines-ները, նրանց ուղեցույցները, նրանց զեկույցները։ Ես ոչ միայն կիսում եմ, այ ասեմ ձեզ, որ բոլոր մեր ծրագրերը, լինի դա պետական, լինի դա միջազգային, որտեղ միջազգային ծրագրերի անթիվ մեծամասնություն դա պետական նույն ծրագրերի աջակցությունն է, պետության հետ ենք աշխատում։ Այդ ծրագրերի անկախտելի մասը այսօր այդ ուսուցումն է, հմտություն, կարողությունների զարգացում։ Չկա այնպիսի ծրագիր, որտեղ չլինի բաղադրիչ կարողությունների զարգացման։ Կարողությունները կարող են լինեն գիտելիքի,
տեսական գիտելիքի։ Օրինակ շատ համայնքապետարաններ մեզ խնդրում են, որ գիտելիքը լինի ոչ միայն հմտություն, այլ մի հատ տեսական հասկանան, որ ըմբռնելի լինի իրան։ Երկրորդը դա կարողությունն է, այսինքն ինչքան են իրենք կարող այդ գիտելիքը կիրառել, եւ երրորդ արդեն հմտություններ, գործիքակազմը, ինչ պետք է անել, ոնց պետք է անել։ Այսինքն մենք այդ ծրագրերը անում ենք անշուշտ, եւ բացի այդ ծրագրերի կառավարման եւ ընթացքում մենք ունենք նպատակային ցուցանիշներ, քանի մասնակից պետք է ունենան, քանի շահառու, եւ քանիսը դրանցից պետք է լինեն կանայք, եւ քանիսը դրանցից պետք է լինեն խոցելի խմբերի ներկայացուցիչներ, օրինակ կան ծրագրեր հաշմանդամների համար, որտեղ իրանց կարիքները իսկ հավասարաչափ են ընդգրկվում հատուկ պաշտպանություն։ Հավասարաչափություն չկա, որովհետեւ չի կարող կազմնույնը լինել։ Մենք ասում ենք գենդերային հավասարություն, բայց ծրագիրից ծրագիր տարգետները տարբեր են։ Օրինակ էներգոարդյունավետության մեր ծրագրում կանանց պատալոգ, այսինքն առնվազն 30%։ Հիմա նոր ծրագիր է եկել առնվազն 51%։ Նայած ծրագիր, նայած խնդրի կարևորությունը կանանց համար։ Թիրախային խումբը որոշվում է ըստ առաջնահերթության նպատակների։ Մեր լոնդոնյան մասնագետներից ես կավելացնեմ, որ միայն հմտությունը չի ստեղ դեր խաղում։ Այո, ստեղ դեր են խաղում, այո, հմտությունը շատ կարևոր է, բայց նաև դեր ունի կնոջ դերակատարում ընտանիքում, որտեղ կինը լինելով պատասխանատու իր ընտանիքի, օրինակ դա Բանգլադեշում այդ ցունամին դա ցույց տվեց, որ կանանց մեծ ամասնությունը, որոնք այդ ջրհեղեղից տուժեցին, նրանք են, որ տնից հանում էին իրանց ծերերին, երեխաներին եւ խնդիրներ ունեցան, որտեղ իրանց այդ պատասխանատվությունը անվտանգության անմիջապես կապ ունի, որ անվտանգությունը պետք է ապահովեն իրանց ընտանիքի անդամների։ Այսինքն այդ դերերն էլ կարող է հմուտ է, բայց առաջինը փրկում է սովորացած իր մեթոդով իր ընտանիքի անդամներին նոր հասնում է երթեին։ Հաճախ արտակարգ իրավիճակներում նրանք են ավելի մեծ նաև հաջողություն ունենում, ովքեր որ նախապես ունենում են գիտելիքներ հաջորդականության քայլերի։ Հենց դա տալիս է այդ կրթական հաջորդականության առաջինը հաշմանդամին հանելը, ծերին հանելը, երեխային ավելի հատուկ պաշտպանության կարիք ունեցողները։ Տիկին Միրզախանյան, շատերը խոսում են վերջին 20-ամյակի ընթացքում գենդեր, Հայաստանում մի քիչ ավելի ուշ, բայց վերջին շրջանում կարող ենք ասել գենդերի եւ կլիմայի փոփոխության փոխկապակցվածության մասին, հա։ Ինչպես սա կարող ենք ասել արեստացին, մենք գիտենք մասնագետներս, որ արեստացին չէ, բայց լայն հասարակության աչքերում երբեմն այն արեստացին թեմա է, կամ ավելի էսպես, օրինակ հիմա ամերիկյան մոտեցումը անգամ կլիմայի փոփոխություն եզրույթից է հրաժարվում, ասում են պետք է ասել էքստրեմալ եղանակի եւ այլն մասնագետ հարցերով, այո, ասում է, որ արեստացին է եւ այլն։ Ինչու՞մ է այս երկու թեմաների փոխկապակցվածությունը։ Ուրեմն այո, այդ երկուսը փոխկապակցված են, բայց փոխկապակցվածության հիմքում փոխազդեցությունն է դրված։ Եթե մենք ազդեցությունը չգնահատենք, փոխկապակցվածությունը կլինի արեստացին։ Ես լրիվ համամիտ կլինեմ այն մարդկանց հետ, որոնք ոնց որ սկզբից ասեցի, մարդիկ չէին հասկանում ինչն է։ Միջև ազդեցությունը չգնահատվեց, միջև մարդկանց փաստերը չբերվեցին, մարդկանց, այսինքն փոխազդեցությունն է։ Իսկ փոխազդեցության առաջի քայլը գնահատման համար առհասարակ այդ այսպես ասած վերահսկողության մեխանիզմը ցանկացած ծրագրի, լինի դա պետական, լինի միջազգային, ունի մի քանի էտապ։ Առաջ էտապը մոնիտորինգն է, երկրորդ էտապը վերլուծությունն է, եւ վերջին եւ ամենակարևոր էտապը դա ազդեցության գնահատումն է, եթե այս երկուսը չլինեն, այս երրորդը անհնարին է։ Դա համար մենք սկսում ենք առաջինը հավաքելով համապատասխան տվյալներ, որտեղ եթե տվյալ չունենի ըստ սեռի եւ սոցիալական խմբերի տարանջատված ազդեցության գնահատում չի կարող լինել, կլինի որակական։ Այո, կարելի է մարդկանց հարցնել, ասել, մարդիկ ասեն, հա, մենք սա շատ կարևորում ենք, բայց թիվը
դա ապացույցն է այդ ամեն ինչի։ Իհարկե, Երկրորդը արդեն իսկ արդեն խոսում։ գենդեր վերլուծություն պետք է արվի, այսինքն տեսնվի, օրինակ մեր վերլուծությունները մենակ կանանց չեն վերաբերում։ Մենք վերլուծություն արեցինք, որ գտանք, որ տղամարդկանց համար ազդեցությունը կլիմայի դա շինարարության ոլորտի տղամարդկանց ահա որ մեծ դժվարությունն է, եթե այսինքն այնտեղ քաղաքականություն պետք է վարվի, թե ինչպես պաշտպանել տղամարդկանց առողջությունը ամռան ամիսներին։ Այսինքն դա մենակ գենդեր ասելով մենք ինչ ենք այո։ Մենք այդ գենդերային վերլուծությունը պետք է անենք, համադրենք, որտեղ են ավելի խոցելի տղամարդիկ, որտեղ են ավելի խոցելի կանայք, որ երևույթներից են։ Այդ վերլուծության հիման վրա նորանում ենք արդեն ազդեցության գնահատում եւ բերում ենք այդ փոխկապակցվածության, որ կլիման ազդում է այսինչ բաների մեջ եւ հակառակ ազդեցությունը նույնպես գնահատում ենք, ասելով որ եթե մենք ուզում ենք, որպիսի կլիմայի ազդեցությունը մեղմենք, կարողանանք անգամ հարմար ոհանկանության ծրագրեր մշակենք, որտեղ բաներ կան, որ մեղմելու չի կլինեն, այսինքն պետք է հարմարվենք, մենք պետք է երկու սեռինել համահունչ մասնակցային գործընթացներում ներառենք, որպեսզի կարողանան համապատասխանաբար որոշումների կայացմանը ունենանք եւ գենդեր զգայուն մեխանիզմներ եւ գենդեր արձագանքող քաղաքականություններ, ել եմ կրկնում, դա անպայման չի կանանց մասին միայն։ Այդ դեպքում մեկ հարցես հիմա չեմ հարցնի, որ ոլորտում ավելի շատ որ տղամարդիկ թե կանայք թե այլ խմբերն են տուժում, այսպիսի մի հարց, եթե այնուամենայնիվ առանձնացվում են այս ոլորտում տղամարդիկ են տուժում, ավելի շատ այս ոլորտում կանայք, կարող եք ասել այդ տվյալները շատ արագ են փոփոխության ենթարկում կլիմայի փոփոխությանը համահունչ, թե դրանք ինչ որ տևական ժամանակ պահպանվում են եւ դրանց հիման վրա կարելի է համահունչ ռելևանտ քաղաքականություն կառուցել։ Կլիմայի փոփոխությունը իհարկե ունի յուրահատուկ ազդեցություն մի քանի կարևորագույն ոլորտների վրա։ Եվ այդ կարևորագույն ոլորտները տարիից տարի վեր են հանվել մասնագետների կողմից էլի ազդեցության գնահատման միջոցով։ Եվ որպես այդպիսին առաջին ընդունվում է գյուղատնտեսությունը, հետո արդեն տարբեր երկրներ, այտենց երկիր չկա, որ գյուղատնտեսությունը չհամարի ամենախոցելին կլիմայի փոփոխությանը։ Մենք այս հարցին կանդրադառնանք, ես հիշեցնեմ մեր ռադիո լսողներին, որ ձեր փաստաբանը հաղորդաշարի եթերում մենք այսօր խոսում ենք գենդերի եւ կլիմայի փոփոխության փոխհարաբերակցության հարցերի մասին եւ մեր տաղավար ենք հրավիրել գենդերային եւ սոցիալական հարցերով մասնագետ, փորձագետ Տիկին Աստղիկ Միրզախանյանին։ Շարունակելով մեր զրույցը, Տիկին Միրզախանյան, շատ կարեւոր է, որ դուք մատնանշեցիք գյուղատնտեսությունը։ Կարող ենք բացի գյուղատնտեսությունից այլ ոլորտներ մատնանշել եւ գյուղատնտեսության մեջ հատկապես ինչքանով է գենդերային այսպես տուժած հետևանքները, ինչքանով են տուժում կանայք կամ տղամարդիկ գյուղատնտեսությունում, ինչ եղանակներով, ինչ է հնարավոր այստեղ անել փոփոխությունների։ Մենք խոսենք դեռևս հարմար ոհականության եւ մեղման քաղաքականության համատեքստում ծրագրերի մասին, բայց առաջին հերթին, եթե այսպես անզեն աչքով նայենք, ինչպես են գյուղատնտեսությունում տուժում օրինակ կանայք կլիմայի փոփոխության արդյունքում։ Գյուղատնտեսության ոլորտում առաջերտին ինչու կանայք, որտեղ կանանց զբաղվածության ամենամեծ ոլորտը գյուղատնտեսությունն է։ Եթե նայենք վիճակագրությունը, զբաղված կանանց յուրաքանչյուր 5/3-ը զբաղված է գյուղատնտեսություն։ Առաջ ավելի բարձր էր ցուցանիշը, հիմա փոքրացավ։ Ճիշտ է, եթե մենք հավաքական ծառայությունների ոլորտը ընդունենք, ծառայությունների հավաքական ոլորտում 40%-ն են զբաղված կանայք, բայց դա հավաքական ոլորտ է, դա կրթություն, առողջապահություն, սոցիալական աջակցություն եւ այլն, ֆինանսական շուկա, հա, բայց եթե վերցնենք sense ուղիղ ճյուղային գյուղատնտեսությունը առաջին տեղում է։ Դա մեկ, որ կանայք ուզած-չուզած եթե զբաղված են գյուղատնտեսությունում, ուրեմն պետք է կրեն կլիմայի փոփոխության ազդեցությունը։ Երկրորդը գյուղատնտեսությունը կանանց համար նաև սննդի անվտանգության ոլորտ է, այսինքն որը որ ապահովում է սնունդ իր ընտանիքի եւ իր ընտանիքի անդամների համար, դա էլ ուզած-չուզած կինը զբաղվում է գյուղատնտեսական տարբեր գործունեություններով եւ բուսաբանությամբ եւ անասնապահությամբ եւ տնամերձն է, բոստան
բոստան պահելով, այսինքն ինքը վտվտում է գյուղական տարբեր աշխատանքներով, որպեսզի ապահովի նաև ընտանիքի սնունդը։ Երրորդը դա ոռոգումն է, ջուրն է, որը էլի առօրյա ընթացքում էլի կնոջ վրա է։ Ճիշտ է, մեծ դաշտերը տղամարդն է ոռոգմամբ զբաղվում եւ որպես կանոն կարող է նաեւ սկիչը զբաղվել ինքնահոս ջրերով ոռոգել, բայց այն փոքր տեղերը, որտեղ որ իսկապես սնունդը ապահովում է, դա կնոջ վրա է, դա է ազդեցությունը։ Հիմա ձեզ ասեմ, վերջին տարիներին, երևի մի 20-30 տարվա մասին եմ խոսում, առաջին պլաններից մեկը մղվել է գյուղատնտեսություն, туриզմը։ Այո։ Туриզմը, որտեվ туриզմը շատ ուժեղ կրեց կլիմայի փոփոխության ազդեցությունը, հատկապես Ալպերը, որը միջազգային туриզմի կենտրոն էր, եւ մեծ բիզնեսմենները հավաքվեցին որոշելու համար ինչ են անելու, այս ձները հալվում են, տուրիստական սեզոնը խիստ կրճատվում է, туриզմից եկած օգուտները խիստ կրճատվում են։ Ինչպես դա անել, այսինքն туриզմը մղվեց գրեթե երկրորդ, երրորդ պլան կլիմայի ազդեցությունից։ Նույնը Հայաստանում туриզմը, ես որ տեսնում եմ այս մեր տուրիստներին 40-աշյան ջերմաշճանի տակ փողոցներով տանում են, որ բան բացատրեն գիդերը, կարծում եմ դա արդեն պրոբլեմ է, երրորդը արդեն կասի շատ շոկ սեզոնն է, այսինքն սեզոնը արդեն փակվում է, մարդիկ նայում են ինչ սեզոնն են գնալու, ի վիճակի են 40-աշյանի տակ եւ անկայությունը, այո, եւ անկայունությունը անշուշտ։ Շատ բարի։ Բայց ձեր ասացի, այսինքն ճյուղերը այո կարող են առաջ գնան, հետ մղվեն, բայց փոփոխություն կրի։ Շատ բարի։ Տիկին Միրզախանյան, սույն թվականի, ընթացիկ թվականի կարծես թե հունվարին ընդունվեց կլիմայի մասին օրենքը եւ ինչով էր արդարացված ոչ իրավաբանների կամ իրավաբանների համար, այս հարցին չենք անդրադառնա, բայց բնապահպանական իրավունքի մասնագետները, փորձագետներ տարբեր, որոնք որ ոլորտի մասնագետներ են, գիտեն, որ այս օրենքի կարեւորությունը շատ այսպես հրատապային էր մեզ համար եւ շատ ողջունելի էր օրենքի ընդունումը եւ պետք է ասել, որ օրենքի մակարդակով նաեւ կարգավորվեց հատուկ պաշտպանության կարիք ունեցող խմբերի հետ կապված այստեղ մի շարք հարցեր եւ մեկը այն էր, որ ի թիվս այլոց կանայք եւս կարող են մասնակցել կլիմայի հետ կապված որոշումների կայացմանը, որը որ շատ կարևոր է, պետք է մասնակցեն, այո, եւ դա նույնիսկ իրավունք չի, այլ պարտավորություն է։ Ամրագրվեց այն, որ կանայք եւ երեխաները եւ այլն այդ մյուս պաշտպանության խմբերը որպես այդպիսին կլիմայական քաղաքականության թե նպատակ են, թե խնդիր են հանդիսանում եւ շատ կարեւոր է նաեւ այս կոնտեքստում որոշ հասկացությունների, որոնց դուք անդրադարձաք, գենդերային զգայունություն, գենդերային արձագանքում, մենք գիտենք, որ իհարկե այս ոլորտի օրենսդրությունը առանձին եւս անդրադառնում է թե գենդեր տերմինի, եզրի հասկացությանը, թե գենդերային զգայունություն, բայց եկեք փորձենք այս ամեն ինչը պրոյեկցելով բնապահպանական կառավարման այս համակարգում հասկանալ ինչ է սա նշանակում։ Արդյոք սա նշանակում է, որ օրինակ բնապահպանական բնույթի որոշումների կայացմանը կամ կլիմայի փոփոխության ազդեցությամբ օրինակ մենք խոսեցինք գյուղատնտեսության ոլորտում կանայք իրենք պետք է ինչպես օրինակ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հետ կապված անձամբ իրենք են ներգրավում իրենց վերաբերյալ որոշումները կայացնելու, որտեղ իրենք դա զգում են իրենց վրա, արդյոք այդ կոնցեպտն է դրված այստեղ եւս, թե սա նշանակում է, որ ոչ միայն այդ որոշումների կայացումն է, այլ այստեղ գենդերազգայուն օրենսդրության առկայությունն է, գենդերազգայուն բնույթի որոշումների կայացումն է եւ ըստ էության այդ գենդերազգայունության ամբողջ պրիզմայով պետք է նայել ամեն ինչին եւ բնականաբար այս ոլորտի կարգավորմանը։ Հա, շատ լավ հարցեր, այսինքն կլիմայի փոփոխության օրենքը դա այն շրջանակն է, որը մեզ ասում է, թե ինչ կարևորագույն խնդիրների շուրջ պետությունը պետք է մտահոգված լինի եւ
պարտավորություն պետք է կրի այդ խնդիրների լուծմանը արդեն ենթաօրենսդրական մակարդակում։ Այսինքն օրենքը դեռևս ոչինչ մեզ չի ասում, բացի տերմինների, ընդհանուր կարգավորումների, ընդհանուր ուղղությունների, ընդհանուր մոտեցումների։ Եվ այդ մոտեցումների մեջ շատ ուրախալի է, որ այդ մոտեցումների մեջ կա հստակ ձևակերպված գենդերազգայուն եւ գենդեր արձագանքող մոտեցումների արկայությունը եւ պահանջը։ Դրանից հետո գիտեք 10-ից ավել ենթաօրենսդրական ակտեր են լինելու, որոնք արդեն մշակելու են եւ միջոցառումները ելնելով այդ երկու կարևոր մոտեցումներից եւ գործիքակազմը եւ դրա ստուգման վերահսկման մեխանիզմներ։ Հիմա սկսենք թե ինչ ասել է գենդերազգայուն եւ ինչ ասել է գենդեր արձագանքող։ Գենդերազգայուն այդ տերմինը օգտագործում է այն նպատակով, որ բոլորիս ուղղություն է տալիս, որ ցանկացած գործողություն, ցանկացած մոտեցում, ցանկացած չասեմ գործիք, որը մենք պետք է օգտագործենք այս կամ այն միջոցառումը իրականացնելու համար, պետք է լինեն գենդերազգայուն։ Ասել է թե պետք է հաշվի առնենք կանանց ընկալումների յուրահատկությունը։ Դուք պատկերացնում եք, մենք գնում ենք հիմա բացատրելու էներգախնայողության խնդիրները եւ բերում ենք բազում բանաձևեր, էլեկտրական սխեմաներ, չգիտեմ, դիոդներ, տրիոդներ ու փորձում ենք դրանով տնային տնտեսուհի ու կնոջը բացատրել, թե ինչ լավ բան է էներգախնայողությունը։ Այսինքն այդտեղ մենք պետք է հաշվի առնենք, որ ընկալումները տարբեր են, որ եթե մենք ուզում ենք մեր նպատակին հասնենք, մենք պետք է շատ զգայուն, գենդեր զգայուն գործիքակազմ օգտագործենք, թեկուզ տերմինաբանություն օգտագործենք։ Երկրորդը, մենք ասում ենք կանանց պետք է մասնակցությունը ապահովել բոլոր սեմինարներին ՏՌՊՌ եւ ասում ենք վաղը ժամը 6-ից 9 մենք սեմինար ենք կազմակերպում երեկոյան, ես ինչ ակումբում։ Քուսի ճաշես մնաց, երեխես մանկապարտեզից պետքա բերեմ, բա ամուսինս գալու է մի աման ճաշ չդնեմ։ Հիմա իրա դերերը տենց են, այո, կարող է հիմի շվեդի համար դա շատ գրեհիկ թվա, ճաշա թողիկը, այո։ Բայց մերը դեռևս ավանդույթն է ու ես դրան չեմ ուզում, որ մենք հրաժարվենք կին լինելով, որ դա ինչ-որ ջերմիկություն ատան մեջ, ինչ-որ այդ մեր ավանդույթներն են, որ այո, որոշ չափով չեմ ասում, շատ էկզոտ բանանենք, բայց ինչ-որ չափով պահպանելը դեռևս մեր ազգային ինքնությունն է, այսինքն էդ էլ գենդերազգայուն մոտեցում է, այսինքն բրոշուր ենք հրատարակում զբաղվածության ոլորտների վերաբերյալ հրավիրելով, որ շինարարության որոշակի ճյուղերում, օրինակ նախագծային աշխատանքներ, որտեղ կանայք իմիջայլոց հենց այսօր էլ շատ են, կամ այո, ճարտարապետության, չգիտեմ ինչերում կանանց, ու բոլոր նկարները կասկով տղամարդ ենք նկարում կողքը։ Եվ դա էլ է փոխել պետք է, արդեն չեղավ։ Արդեն ինքը մտածեց, դե որ այդ կասկայով տղամարդորը ճյուղը տղամարդին բացառապես տղամարդկանց։ Այսինքն այդ մի հատ օրինակ էլ բերեմ, որ օրինակ մենք հիմա երբ որ մեր կայքեջն էինք ձևավորում, մենք մեր կապալառուին ասեցինք անպայման գենդերազգայուն, չհասկացավ, ասեցի առաջի հերթին, որ երբ որ մուտք են գործելու անպայման իրանց սեռը նշեն, որ մենք նախ իմանանք քանի կինա մասնակցում, քանի տղամարդ, որ հասկանանք մեր աուդիտորիան ինչքանով է կանանց եւ տղամարդկանց ուղղված, որ այդտեղ նյութերն էլ պատրաստենք։ Երկրորդը ասեցինք, ինչքան նյութ կտեղադրես, իր դիզայնը պետք է լինի զգայուն, որ ոչ թե մենակ հասկանալի, հաճելի լինի երկու սեռի համար։ Ընդունվեց, այո, ու ընդունում է գնալու։ Իսկ գենդեր արձագանքողը արդեն քաղաքականության վրա, երբ որ մենք այդ բոլոր վերլուծությունները անում ենք, գենդերային տարբերությունները հանում ենք եւ ասում ենք ազդեցությունը տարբեր է, ուրեմն տարբեր մոտեցումներ, քաղաքականություններ պետք է մշակվի,
այ գենդեր արձագանքով արդեն քաղաքականությունն ու միջոցառումների էությունն է, ձև եւ էություն։ Շատ բարի, եւ վերջին էությունը, որը փոխլերացնում է Տիկին Միրզախանյան, եւ վերջին, եթե կարելի է համառոտ արձագանքեք վերջին հարցին, մենք գիտենք, որ կլիմայի փոփոխության հետ կապված հարմարվողականության եւ մեղման գործիքակազմն է օգտագործում։ Այստեղ գենդերային իմաստով ինչպես կարող ենք դիտարկել, այստեղ նույն խնդիրը լուծվում է, հավասարաչափ է բաշխվածություններում, հատուկ ուշադրությունն է, խորությամբ է ուշադրություն դարձվում։ Այո, ուրեմն ծրագրերի, երբ որ մենք ծրագրերը կազմում ենք եւ պահանջներ ենք դնում, ենք աննել տենց ասում են գենդերային gender related requirements, gender կապակցության պահանջներ կապակցությամբ այո պահանջները դրվում են, այդ պահանջները կատարելու համար նաև մեզ գործիքակազմ են տալիս նկարագրում, որ անպայման մենք պետք է օգտագործենք վիճակագրության ըստ սեռի տարանջատված տվյալների, դա համար գնում ենք վիճակագրություն, որ հետները համագործակցենք, որ մեզ հետաքրքրող ծրագրի շրջանակին հետաքրքրող տվյալներ լինեն եւ աջակցում ենք իրեն, տեխնիկական աջակցություն ենք տալիս, որ այդ տվյալները այդպես լինեն։ Երկրորդը ոլորտում առկա խնդիրները հանում են գենդերային տարանջատմամբ։ Չորրորդը բնակչության եւ տնային տնտեսությունների հետազոտությունների ժամանակ հետևում ենք, որպեսզի ապահովված լինի համաչափ, հավասարաչափ կամ ներկայացված պահանջներին համահունչ կանանց եւ խոցելի խմբերի մասնակցությունը, որ իրանց հարց ու պատասխանը օգտագործենք եւ այլն։ Եվ ասեմ դες, որ մենք բոլոր մեր ծրագրերում եւ հիմա կառավարությունն էլ նույնը անում, այ հիմա եթե օրենք ասում է գենդեր արձագանքող ինքը եթե գնա որոշում կայացնենք անպայման պետք է միջոցառումներ ունենա ըստ վերհանված խնդիրների եւ դրանց լուծման ուղղված լուծումների դրանց շատ բարի Տիկին Միրզախանյան, ես կարծում եմ, որ ենթահորիզոնական ակտերից հետո մենք եւս հնարավորություն կունենանք ձեզ հետ հանդիպելու եւ արդեն այդ ակտերից հետո քննարկելու ավելի կոնկրետ առարկայական իրավակարգավորումներ։ Շնորհակալություն եմ հայտնում կարևոր զրույցի համար եւ հիշեցնեմ ռադիոլսողներին, որ այսօր ձեր փաստաբանը հաղորդաշարի եթերում ենք խոսում ենք կլիմայի փոփոխության եւ գենդերային զգայունության հարցերի մասին, կլիմայի փոփոխության մասին օրենքի համատեքստում մեր տաղավարում էր գտնվում գենդերային եւ սոցիալական հարցերով փորձագետ Աստղիկ Միրզախանյանը, իսկ ձեզ հետ էր հաղորդման հեղինակ Նարինե Սոլոմոնյանը։ Ցտեսություն։